Մինչև հաղորդումը դիտելն անպայման բաժանորդագրվեք ալիքին սեղմեք զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք նոր եւ իրական պատմությունները։ Չնայած 1990 թվականից մի շարք երկրներում մահապատիժը վերացվել է, այդ թվում նաև Հայաստանում, սակայն մինչև օրս մարդկության մի մասը համոզված է, որ կան հանցագործություններ, որոնց համար պետք է կիրառել մահապատիժ։ Եվ ահա վաղուց մոռացված սարսափելի դեպքերից մեկը։ Այսպիսով 1980-ականներին Հայաստանում կատարված սահմռկեցուցիչ եւ բացառիկ դեպք, որը չունի նմանը։ Դատական նիստն ընթացել է ոչ թե դատարանում, այլ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում, որն էր պատճառը։ Կար մեծ վտանգ, որ ժողովուրդը մինչև դատավարության մեկնարկը ինքնադատաստանի կենթարկեր հանցագործներին։ Դատավորը որոշում է, որ այս կերպ ավելի անվտանգ կլինի հանցագործների համար։ Չնայած ձեռնարկված միջոցառմանը, դատավարության առավոտ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի մոտ հազարավոր մարդիկ էին հավաքվել։ Ոստիկանությունը մի քանի շարքով պատնեշ էր ստեղծել, որպեսզի հնարավոր լիներ սկսել դատը։ Իրականում ինչ էր պատահել։ Այն ժամանակ քիդնեպինգ արտահայտությունը հասու չէր։ Դպրոցից առևանգել էին երկու եղբայրների փրկագին պահանջելու համար։ Տղաների ընտանիքը բնակվում էր Մասիսում եւ այն ժամանակների համար բավական կարողություն ուներ։ Հերթական դպրոցական օրը երեխաների համար ճակատագրական եղավ։ Նրանք այլևս տուն չվերադարձան։ Ավելի ուշ պարզվում է, որ նրանց դասերից հետո Ժիգուլիով առևանգում են մի քանի երիտասարդներ։ Անհանգստացած ծնողներն անմիջապես դիմում են ոստիկանություն։ Այնտեղ ծնողներին խորհուրդ են տալիս մի փոքր սպասել։ Սակայն երեխաները չեն վերադառնում ոչ երեկոյան, ոչ էլ հաջորդ օրը։ Անմիջապես հայտարարվում է հետախուզում։ Բավական շատ տարբերակներ են քննարկվում մինչև այն պահը, երբ հեռախոսով փրկագին են պահանջում։ Այն ժամանակվա ներքին գործերի նախարարն այս գործում ընդգրկում է հանրապետության լավագույն օպերատիվ աշխատողներին, սակայն բոլորը գնում են սխալ հետքի հետևից։ Նրանք համոզված են լինում, որ առևանգողներն այլ հանրապետությունից են, սակայն հետագայում պարզվում է, որ չարագործները հայ են։ Մի քանի օր անց ծնողները ստանում են նոր զանգ, որի ժամանակ հնչում է պահանջվող գումարի չափը։ Ավելին, թույլ են տալիս, որպեսզի ծնողները լսեն երեխաների ձայնը։ Այսպիսով պայմանավորվածություն է ձեռք բերվում պահանջվող գումարի շուրջ։ Ցավոք նշված ժամին, նշված վայրում հանցագործները չեն ներկայանում, հասկանալով, որ ոստիկանությունն իրենց հետևում է։ Այս ընթացքում ծնողները հասկանում են, որ օպերատիվ գործողություններն անմիջապես հասու են դառնում հանցագործներին եւ համոզվում են, որ տեղեկատվության արտահոսքն իրենց տնից է, իսկ դրա հեղինակը միշտ ներկա է բոլոր խոսակցություններին։ Ծնողներն ու ոստիկանները սկսում են գործել գաղտնի։ Օրեր անց գումարը փոխանցելու ժամանակ օպերատիվ աշխատողները հետևում են հանցագործների մեքենան, հասնում են մի տան մոտ, որտեղ ենթադրաբար պետք է լինեին երեխաները, սակայն տղաներին այդ տանը չեն հայտնաբերում։ Անմիջապես օպերատիվ միջոցառումների օգնությամբ Երևան-Մասիս մայրուղում շրջապատում են հանցագործների Ժիգուլին եւ ձերբակալում նրանց։ Օրեր անց բնակիչները հարավ-արևմտյան թաղամասով անցնող գետում կամրջի տակ ջրի հոսքի խցանում են նկատում։ Փորձում են այն մաքրել, սակայն ականատես են լինում ամենասարսափելի տեսարանին։ Պարկի մեջ գտնում են խեղդամահ արված եղբայրների մարմինները։ Եվ ահա ամենադաժանն ու սարսափելին։ Պարզվում է, որ հանցագործներից մեկը լինում է սպանված երեխաների հարազատ քեռին։ Դատավարության ժամանակ մարդասպաններն ամեն ինչ մանրամասնորեն պատմում են, ինչից սարսափահար են լինում բոլոր ներկաները, իսկ դատավորը չդիմանալով բղավում է. «Ականքներ, տղաներին ինչու սպանեցիք»։ Հնչում է հետևյալ պատասխանը. «Եթե նրանք ողջ մնային, նախ կհիշեին առևանգողների, առավել ևս քեռու ձայնը եւ այն տունը, որտեղ պահվել էին»։ Դատավճիռը կարդալու օրը հավաքված է լինում մարդկանց այնպիսի բազմություն, որ ոստիկանների թիվը եռապատիկ է լինում։ Անգամ տեղում ծառայություն են իրականացնում ներքին գործերի նախարարության ոստիկանական զորքերը։ Դատավճիռը հնչեցնելուց հետո, երբ հանցագործներին դուրս են բերում, ժողովուրդը հարձակվում է նրանց վրա տեղում հաշվեհարդար իրականացնելու համար։ Մարդիկ պահանջում են, որպեսզի գնդակահարությունը տեղի ունենա հրապարակում։ Սա աննախադեպ դատավարություն է եղել, երբ ծնողներից ու հարազատներից բացի մեղադրող կողմ են եղել նաև հազարավոր հայեր։ Դատավճիռը եղել է գնդակահարություն, որը երկար սպասեցնել չի տվել։ Չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, հավանել տեսանյութն ու մեկնաբանություն թողնել։